Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր պատրաստելու ենք այսպիսի շատ համեղ խոզի մսով, սնկով, դդմիկով, մի խոսքով աշնանային բանջարեղեններով հիանալի սուպ։ Դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանեք մեր էջը, իսկ ես բացատրեմ ինչպես եմ պատրաստել այս սուպը։ Ուրեմն գունագեղ, վիտամիններով հարուստ, դիետիկ, իհարկե բացի խոզի մսից։ Խոզի մսի փոխարեն կարող եք վերցնել թռչնամիս, մնացածը ամբողջությամբ դիետիկ է և վիտամիններով հարուստ։ Բաղադրիչները, ուրեմն գազար 1 հատ, սոխ 1/3 գլուխ, դդմիկ 1 հատ, կարտոֆիլ 3 հատ, սունկ 200 գրամ, կարմիր քաղցր պղպեղ 1 հատ, կանաչեղենից համեմ, սամիտ, կանաչ, սոխ, ձեթ և աղ, ուրիշ համեմունքներ չեմ գործածել, դուք եթե ցանկանաք կարող եք ավելացնել, ես այսքանը։ Հիմա պատրաստման եղանակը։ Խոզի միսը նախօրոք եփում ենք քիչ ջրով, այնպես որ եփելուց հետո գրեթե ջուր չմնա, արգանակ չմնա, և դնում ենք մի կողմ։ Գազարը կտրատում ենք օղակաձև, դդմիկը կիսում ենք, այնուհետև շերտատում, սոխը կիսում ենք, կրկին շերտատում, պղպեղը շերտատում ենք, կարմիր պղպեղ եմ օգտագործել, կարտոֆիլը բաժանում ենք 4 մասի և կտրատում, կանաչեղենը մանր կտրատում ենք։ Հիմա ես կներկայացնեմ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ պատրաստել եմ։ Ինձ թվում է դուք էլ կարող եք նույն ձևով պատրաստել, եթե ուրիշ տարբերակ չունեք։ Ուրեմն լավ տաքացրած կաթսայի մեջ լցնում ենք ձեթը, եփած միսը և թողնում ենք քիչ տապակվի և այնուհետև ավելացնում ենք շերտատած գազարը, մի քիչ գույնը փոխվում է, շերտատած դդմիկ, խառնում ենք, թողնում ենք միասին քիչ տապակվեն, ավելացնում ենք կարմիր բիբարը և սոխը, մի խոսքով ամեն բաղադրիչ ավելացնելուց հետո թողնում ենք մի քիչ տապակվեն միասին, համերը խառնվեն, որից հետո կարտոֆիլն ենք լցնում, քիչ անց լցնում ենք եռացրած ջուր, երբ կարտոֆիլը գրեթե եփված է, ավելացնում ենք սունկը, սունկը միշտ լցնում ենք վերջում, որպեսզի վիտամինները չկորչեն, կրակից վերցնելուց 10 րոպե առաջ համեմում ենք աղով, կրակից վերցնում ենք, ավելացնում ենք կանաչեղենը և վերջ, մեր աշնանային վիտամիններով հարուստ սուպը պատրաստ է, թողնում ենք հանգստանա 15-ից 20 րոպե և մատուցում ենք, ասեմ, որ շատ համեղ է ստացվում, պատրաստեք և համոզվեք, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։